Էլի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք ստախոս Նարեկ Կիրակոսյանի սուտ հայտարարությունը, որը ինքը օրերս արել է այդպես կոչված մեր ձևով, ավելի ճիշտ իրանց ձևով, Ռուսաստանի ձևով այդ շարժման հանրահավաքին։ Եվ փաստացի ենք հերքելու իր հայտարարությունը, ինչպես տնտեսական տվյալներով, այդպես էլ քաղաքական եւ միջազգային գնահատականով։ Առաջ երթին սկսեմ նրանից, թե ինչ հայտարարություն է արել Նարեկ Կարապետյանը։ Ինքը ասել է, որ Հայաստանում աղքատության աստիճանը շատ բարձր է եւ օրինակ է բերել հարևան Վրաստանին, որտեղ որ 7 տարվա մեջ աղքատությունը ամեն 5-րդը աղքատ էր, հիմա 50%-ով նվազել է, այսինքն ըստ իրեն 20%-անոց աղքատություն կար Վրաստանում, հիմա այդ աղքատությունը դարել է 10%։ Եվ ինքը ասում է, որ հայ ազգը ունի այդպիսի զավակներ, նկատի ունենալով ուրեմն Վրաստանի դեպքում, որ դա ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, ավելի ճիշտ իրան այսպես են Ռուսաստանում կոչում, Բարիս Գրիգորիևիչ Իվանիշվիլին այսպիսի առաջընթաց է ապահովել վրացական պետության համար, իսկ մեղադրելով Հայաստանի իշխանություններին, որ իրանք դա չեն արել, զուգահեռ դրա խոսելով նրա մասին փաստացի, որ Հայաստանում կան այդպիսի ճակերտներում զավակներ հայ ազգի, ճակերտների ավարտ, եւ դա Սամվել Կարապետյանն է, ով կարող է հայ ազգը հանել ուրեմն այս աղքատության մակարդակից։ Ուրեմն արեք առաջի երթին տնտեսական հատվածին, պատասխանենք իր հայտարարության։ Ըստ պաշտոնական տվյալների Վրաստանի 2018 թվականին աղքատությունը Վրաստանում 20% էր։ Բայց ինչպիսի աղքատությունը, դա շատ կարևոր է, աբսոլյուտ աղքատությունը, պետական մակարդակով եւ այս աղքատության ամենածանր հատվածը նկատի ունեն։ Հիմա խոսենք ավելի մանրամասն դրա մասին, որը 2018-ին 20% էր եւ 2014-ին 9.4%. Ուստի զուտ տվյալների առումով կարելի ասել, որ Նարեկ Կարապետյանի ասածը Վրաստանի դեպքում ճշմարտություն է, բայց իրականում ոչ։ Եվ հիմա կբացատրեմ, որովհետև այսպիսի թվերը հաճախ օգտագործվում են մանիպուլյացիաների համար եւ մարդկանց խաբելու համար։ Եվ ուստի մենք սա պետքա մանրամասն ձեր հետ միասին քննարկենք եւ տեսնենք, թե ինչպիսի իրավիճակ էր նույն ժամանակահատվածում ուրեմն Հայաստանում 2018 թվականին 23.5% էր, եւ հետո մենք տեսնում ենք, որ արդեն պանդեմիայի եւ պատերազմի ժամանակ 27% է բարձրանում աղքատության մակարդակը, եւ հիմա 25 թվականին իջնում է 22%, 24-ից մինչև 22% է իջել այս աղքատության տոկոսը Հայաստանում 7 տարվա ընթացքում։ Բայց ամենակարևորը այն է, ինչպես է հաշվարկվում եւ ինչ տոկոսների մասին է խոսքը, որովհետեւ եթե զուտ թվերն ենք վեկալում, ապա ստացվում է, որ այո, Վրաստանը կարողացել է 50%-ով նվազեցնել աղքատությունը, իսկ Հայաստանը մի քանի տոկոսով։ Բայց մենք զուգահեռ տեսել ենք, որ 2018-ից մինչև նույն 24 թիվը Վրաստանի եւ Հայաստանի տնտեսությունները նույն խնդիրներ են ունեցել պանդեմիայի ուղղությունով, COVID-ի նկատի ունեմ, բայց լրջորեն տարբերվել է խնդիրները Հայաստանի եւ Վրաստանի պատերազմի իրավիճակում։ Հայաստանը գտնվել է պատերազմի իրավիճակում 2020 թվականին արդեն, եւ 20 թվականից մինչև 23 թվականը պատերազմի, իսկ 23-ից հետո սոցիալական ճգնաժամ, որը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստանում ուրեմն բնակեցման եւ բռնի այդ տեղափոխման գործընթացի հետ։ Բայց այստեղ շատ կարևոր է նշել, թե ինչպես են հաշվարկվում այս տվյալները։ Հայաստանը ընկալում է ընդհանուր իրավիճակը, թե աղքատության ինչպիսի մակարդակ է, դրանում ներառում է ինչպես շատ խորը աղքատությունը, այդպես էլ ընկալում է ավելի ընդհանուր հասկացողություն, ինչպիսին է աղքատություն, եւ աղքատության վարկանիշը Հայաստանում միջին աշխատավարձին շատ ավելի մոտ տրամաբանություն է
Եվ Հայաստանը շատ ավելի ուշադիր է հետևում, որ աղքատության տոկոսը լինի իրականությանը համապատասխանող, վերաբերվի պարենային անվտանգությանը, մարդկանց հնարավորություններին եւ այլն։ Միևնույն ժամանակ Վրաստանում սա հաճախ փոփոխվող ուրեմն հասկացողություն է, որը վերաբերվում է ոչ թե միջին աշխատավարձի, այլ վերաբերվում է պարենային ուրեմն այն գնահատականի, թե ինչպիսի ուրեմն պարենի քանակ պետք է մարդ օգտագործի օրը եւ ամսվա ընթացքում եւ ըստ դրա կարող եմ ասեմ, որ Վրաստանում այսօր համարվում է, որ մինիմալ ապրելու համար անհրաժեշտ գումարը մոտավորապես 230 լարի է, ինչը մոտավորապես անում է $80 ամսեկան։ Այսինքն Վրաստանը պահպանելով, ինչու ես ասեմ ձեզ, որ անհնար թիվ է, ուղղակի անհնար։ Վրաստանում փաստացի այնպիսի ցուցանիշ են պահել, որի միջոցով կարելի է հայտարարել, որ շատ ցածր են այս աղքատության մակարդակները, որովհետև փաստացի ֆիզիկապես անհնար $80 գումար են ասում ամիսը, որ մարդ գոյատևի։ Եվ իշխանությունը սրանում ներառում է ակտիվորեն տարբեր այնպիսի տվյալներ, որոնք սպասարկում են նրան, որ լուրջ փոփոխություն լինի հաշվարկումի առումով, հաշվարկում են ընդհանուր ուրեմն աշխատավարձը հետաքրքիր ձևով են հաշվարկում։ Իրանք դրա մեջ նաև ներառում են այն ամենաբարձր աշխատավարձները, որը կան, հատկապես բանկային եւ ուրիշ ոլորտներում, եւ հետո միջին են այդտեղ գտնում, բայց այդքան էլ քանակի վրա ուշադրություն չեն դարձնում, այլ ուղղակի վեկալում են աշխատավարձը ամենացածր, ամենաբարձր եւ միջինն են գտնում եւ ասում են սա է միջին աշխատավարձը Վրաստանում, որը շատ բարձր է թվում այս պահին։ Փաստացի միջին աշխատավարձը մոտավորապես $800-900 ուրեմն ցուցանիշ է Վրաստանում, իսկ աղքատության հաղթահարելու համար դրա 10%-ն է անհրաժեշտ, ինչը միանգամից ցույց է տալի, որ սա անհասկանալի համապատասխանություն է ցույց տալի տվյալներին։ Եթե մենք վերցնենք խոսքին համաշխարհային բանկի տվյալները եւ համարենք $5.5 օրեկան եկամուտ ունեցող մարդկանց քանակը, ապա կտեսնենք, որ Վրաստանում եւ Հայաստանում մոտավորապես 50-55% է, Հայաստանում 55, Վրաստանում 50% բնակչություն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ զուտ եթե մենք թվերն ենք համեմատում, ով ինչքան աշխատավարձ ունի, այլ ոչ թե աղքատության մակարդակը, այդ ամենը $5 օրը, ինչա շատ քիչ իրականում ցուցանիշ է, ապա տեսնում ենք, որ մինիմալ տվյալներ են այս ուղղությունով եւ սա ցույց է տալի, որ տարբերություն կա հաշվարկի ձևի մեջ։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, այստեղ հետաքրքիր տվյալներ ես պետքա ձեզ ծանոթացնեմ, որ ուրեմն Հայաստանի դեպքում հաշվարկը այնպիսին է, որ սովի հետ խնդիր է առնչվում մոտավորապես, այսինքն ում պարեն հերիք չի անում 3-ից 5% բնակչության։ Եթե վեկալում ենք եւ արդեն նայում ենք խորը աղքատությունը երկարաժամկետ, ապա 8-ից 12% է այդպիսին եւ ընդհանուր աղքատությունը, ուրեմն եթե մենք միացնում ենք իրար հետ, ապա տեսնում ենք, որ շատ մեծ աղքատությունը եւ խորը սիստեմատիկ աղքատությունը 15% է մոտավորապես անում, մնացած 10%-ը մոտավորապես անում է ուղղակի աղքատություն, բայց վերին շեմը եւ ստացվում է 21-23% մոտավորապես։ Հիմա եթե մենք Վրաստանի աղքատությունը նայենք, ապա այնտեղ միայն խորը աղքատության մասին է խոսքը, որտեղ որ 10-13% է Վրաստանի ցուցանիշը այսօր։ Եվ մենք եթե համեմատենք, կտեսնենք, որ եթե միայն խորը աղքատության մասին ենք խոսում, ապա Վրաստանում 9-ից 10% է խորը աղքատությունը, ինչպես այս տվյալներն են ցույց տալի, իսկ Հայաստանում 10-ից 13%։ Ուստի Վրաստանը ուղղակի փոխել է հաշվարկի ձևաչափը։ Անհնար է, որ Վրաստանը կարողանար այսպիսի առաջընթաց ունենալ լրջագույն, եւ մենք Վրաստանի քաղաքացիները սա չնկատեինք ուղղակի։ Բացի դրանից անհնար է, որ մենք համեմատենք Հայաստանի եւ Վրաստանի իրավիճակը, ես հաճախ եմ լինում այստեղ եւ այնտեղ շփվում շրջաններում եւ այլն, եւ ասել, որ այսպիսի աննախադեպ տարբերություն կա,
անհնար է դա ուղղակի։ Եվ այս տարբերությունը 7 տարվա մեջ է արձանագրվել։ Դա չկա, դա ուղղակի չկա։ Հա Վրաստանում սոցիալական օգնությունը ստացող մարդկանց քանակը պետությունից միայն աճում է։ Սա փաստ է։ Եվ ես ենթադրում եմ, որ բոլոր նրանք, ով ստանում են պետությունից սոցիալական օժանդակություն, ուղղակի այս աղքատության քանակի մեջ չեն հաշվվում, որովհետև իրանք հանում են աղքատության ցուցակից, ոնց որ իրանք միանգամից սոցիալական պարգև են ստանում, բայց սոցիալական պարգևը այդքան փոքր է, որ փաստացի խոսք է գնում հենց այդ մինիմալ 80-90 դոլարի մասին ամսական։ Ուստի հարգելի հայրենակիցներ, սա ուղղակի նշանակում է, որ սա կեղծիք է, բայց սա կեղծել է ով։ Առաջի հերթին Վրաստանը, Վրաստանի ռուսաստանցի օլիգարխը, որը ցույց է տալի եւ ժողովրդին ասում է՝ դուք ապրում եք ավելի լավ, աղքատությունը 50%-ով նվազել է 7 տարվա մեջ, բայց ժողովուրդը ասում է՝ ոչ, աղքատությունը աճել է, որովհետեւ աշխատավարձները 800-900 դոլար չեն իրականում, իսկ մինիմալ պարենի այդ ուրեմն հաշվարկը հաստատ 80-90 դոլար չի ամսական, սա ուղղակի ոչ ռեալիստիկ, սա քննարկել էլ չի կարելի, այդքան լուրջ չէ այս տվյալները, եւ սրանով ինքը ուղղակի ցույց են տալի թղթի վրա, որ կա առաջընթաց։ Հիմա սրա քաղաքական գնահատականը ես տամ։ Ուրեմն Նարեկ Կարապետյանը ռուսաստանցի օլիգարխի եղբոր տղեն բացահայտ ասում է, որ իրանք Իվանիշվիլի 2 ծրագիր է, որ իրանց գլխավոր գաղափարը ոչ թե մեր պետության սուվերենությունն է, այլ զուտ ֆինանսական, որ մարդիկ պետք է լավ ապրեն։ Եվ դրանում է մեղադրում այսօրվա իշխանություն։ Հա, այն էլ ասում է, որ իրա ուրեմն հոր եղբայրը Սամվել Կարապետյանը տնտեսությունից բան է հասկանում։ Ուրեմն պետք է առաջերտին բիզնեսմեններին եւ տնտեսագետներին իրարից մի հատ բաժանենք, հա։ Դա հաստատ պետք է արվի։ Ես սրանով չեմ ասում, որ Հայաստանի իշխանությունները անթերի տնտեսական քաղաքականություն են վարում եւ ֆինանսական եւ այլն։ Դրա մասին առհասարակ խոսք չի գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ բիզնեսմենը եւ տնտեսական գործիչը տարբեր բաներ են։ Տնտեսական գործիչը, տնտեսության նախարարությունը առհասարակ եւ նախարարը ինքը պատասխանատու է համակարգային ձևով տնտեսություն ձևավորելու համար պետությունում, որը կկարողանա առաջնահերթություններին հասնել տնտեսական տարբեր ենթակառուցվածքների եւ համակարգային ձևավորման, որը կբերի ներդրումների այնպիսի հնարավորություն, ինչ կախված է անվտանգային ոլորտից նաեւ եւ արտաքին քաղաքականությունից, ինչպես նաեւ հարկային համակարգից եւ բիզնեսի հանդեպ հանդուրժողականության ոլորտից եւ մթնոլորտից եւ վստահությունից եւ միջազգային կապերից, տեխնոլոգիական ենթակառուցվածքների հնարավորություններից պետությունում, դիվերսիֆիկացված շուկաներից, աշխատատեղերի ոչ միայն քանակից, այլ նաեւ որակից եւ այլն, այդ ամենի հետ կապ չունի Սամվել Կարապետյանը, որը բիզնեսմեն է։ Առհասարակ կապ չունի, ինքը օլիգարխ է, ինչ կապ ունի ինքը պետության կառավարման հետ։ Հիմա օրինակ են բերում Իվանիշվիլին։ Իվանիշվիլին Վրաստանը բերել է այնպիսի իրավիճակում, որ ես ձեզ ասեմ, բաց հիշում եք, ես դատական գործեր ունեի, որ կանգնած էի խորհրդարանի առջև փողոցի վրա, ինձ տուգանել էին ամեն դատական գործի համար 2000 դոլարի չափով 3 անգամ։ Մեկ անգամ Facebook-ի տուգանք էր 1500 դոլար եւ երկու անգամ փողոցում կանգնելու համար 2000 դոլար։ Ուրեմն այն պետությունում, որտեղ որ մինիմալ գոյատևելու համար 80 դոլար է ըստ իրենց ամսական գումարը, ինձ տուգանել են 2000 դոլար մեկ օրվա համար, որ ես կանգնել եմ փողոցում։ Հիմա նոր օրենք են մտցրել եւ մենք այլևս փողոցում չենք կանգնում, որովհետեւ ադապտացվել ենք նոր բռնապետական համակարգին։ Հիմա մտցրել է նոր օրենք Իվանիշվիլին եւ մայթի վրա կանգնելու համար ուշադրություն մայթի վրա ցույց կազմակերպելու համար դու փաստացի պետք է թույլտվություն խնդրես, ինչը հակասահմանադրական է, սահմանադրությունում ասված է, որ թույլտվության ձևաչափ մտցնել հնարավոր չէ։ Դա առաջի հարցն է, մենք սահմանադրական դատարանին դիմելու ենք այդ հարցով։ Երկրորդը ու ամենակարևորը, որ մայթի վրա ցույց կազմակերպելն է արդեն տուգանք միջև 5000 լարի, այսինքն 2000 դոլար նույն օրենքն է, փոխել են ուղղակի։ Կամ միջև 60 օր վարչական կալանք։
Հարգելի հայրենակիցներ, ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին այսպիսի թվեր ցույց տալով, որ իբրև Վրաստանում ամեն ինչ լավ է, իրականում Վրաստանում ձևավորել է այնպիսի բռնապետություն, որ այսօր ցույց կազմակերպելը իր դեմ նշանակում է $2000 տուգանք մեկ օրվա համար, հարգելի հայրենակիցներ։ Նշանակում է, որ մենք ընտրությունները արդեն չեղարկված ունենք պետությունում։ Մենք ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավորություն չունենք։ Դա արձանագրում է Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը։ Վրաստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը թշնամիներ են, նրա համար, որ Վրաստանի եւ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոմիություն փակի։ Վրաստանը անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ, եւ Վրաստանը Հայաստանի համար տնտեսական խոչընդոտներ է ստեղծում ոչ միայն այս նավթի, բենզինի կամ ցորենի ուղղությունով, որը Հայաստան գալիս են, այլ առհասարակ Հայաստանի նաեւ եկած տնտեսական, մենք գիտենք, ապրիլից դրա մասին խոսում ենք։ Վրաստանը այսօր մոդել է նրա, ինչպես կայունացած նորմալ պետությունը իր հազար խնդիրով, հա, նախկին իշխանության ժամանակ Սաակաշվիլի, բայց Իվանիշվիլին դարձրեց չպետություն, դարձրեց ռուսական գաղութ, դարձրեց վայր, որտեղ որ նույնիսկ ցույց կազմակերպել չկարելի, վայր, որտեղ որ Facebook-ի պոստի համար քեզ տուգանում են $1000 մեկ Facebook-ի պոստի համար։ Հարգելի հայրենակիցներ, Նարեկ Կարապետյանը, երբ Վրաստանի մասին է խոսում, թող լեզուն կծի իրա, միջև Վրաստանի մասին խոսի, որտեղ Վրաստանը օրինակ է նրա, ինչպես կարելի է լավ պետությունը դարձնել Բելարուս եւ Հյուսիսային Կորեայի նման չպետություն։ Վրաստանը օրինակ է, ինչպես ռուսները իրանց ռուսաստանցի օլիգարխի միջոցով կարողանում են խեղտել պետությունը, խեղտել ազգը, ոչնչացնել ազգը։ Այսօր ես կարող եմ ասել, որ վրաց ազգը մահանում է այն առումով, որ էլ չունի ռեսուրս պայքարելու իր ազգային եւ պետական շահերի համար, որովհետեւ ամեն կողմից զսպում են։ Վրաց ազգը առհասարակ կմնա թե գրուզիններ կդառնան եւ ռուսիֆիկացիա տեղի կունենա, դա մեր գլխավոր խնդիրն է Վրաստանում։ Եվ հայ ազգը հիմա այս արմյաշկեքը հսնել իրանց նման արմյաշկա իրականում։ Միակ գաղափարը այն է, որ բոլորը հարուստ կդառնան։ Բա գիտեք Բիձինա Իվանիշվիլին ոնց է իշխանության եկել։ Բոլորին ասում էր հարուստ կդառնաք, կհարստացնեմ, իմ նման հարուստ կդառնաք։ Բա նույն բանն է այսօր անում Ռուսաստանը, նույն KGB-ի ձևաչափով, նույն օլիգարխ են ուղարկել, նույն բանն են հայ ազգին ասում, որ հարուստ կդառնաք։ Հա, մեկ էլ սա կոչվում էր վրացական երազանք։ Գիտեք սկզբից ինչ էր անում, թուղթեր էր բաժանում մարդկանց, ասում էր երազանքներդ գրեք, իշխանություն գքամ, ձեր երազանքները կկատարեմ։ Մարդիկ հավատացել էին։ Եվ այսօր ես նայում եմ այդ ձևիստների հանրահավաքին, ասում աչքերներդ փակեք եւ երազեք։ Իրոք, իրոք, բա ինչու ձեր ձևի փոխարեն ձեր հայկական երազանք չեք դրել առհասարակ անունը, դե եթե Իվանիշվիլի ու Սամվել Կարապետյանը, մենք գիտենք դուք ով եք, մենք գիտենք, որ դուք ռուսաստանցի գործակալներ եք, որոնց այդ միլիարդները ՖՍԲ-ն տվել է հնարավորություն, որ դուք աշխատեք Ռուսաստանում, բայց այդ միլիարդները ձերը չեն, ձեզ ուրեմն հանձնարարություն են հիմա տվել գնալ իշխանությունը վերցնել հանձնել Մոսկվային, չեք անի, սաղ կխլեն ինչ ունեք Ռուսաստանում։ Եվ Վրաստանում արեցին եւ արեց այն իրավիճակին, որ այսօր վրաց ազգը նորից եմ ասում, սարսափելի մեծ սխալ է համարում այն ինչ տեղի է ունեցել 2012 թվականին, խափնվել ռուսաստանցի օլիգարխին, որը ճիշտ բաներ էր ասում էր Եվրոմիություն կգնանք, ասում էր ժողովրդավարություն կլինի, ասում էր մարդիկ կհարստանան, ոչ մի բան չեղավ, չէ, հակառակը եղավ։ Հիմա Հայաստանում այո, Փաշինյանի իշխանությունը շատ լուրջ խնդիրներ ունի տարբեր հարցերով։ Կարող եք խոսել նրա մասին, որ այո, շատ հարցերով էֆեկտիվ կառավարում չկա, տնտեսական առումով լուրջ անելիքներ կան եւ այլն, բայց պետք է համատեքստ տնայենք, հա, պատերազմի իրավիճակ, Լեռնային Ղարաբաղի հայաթափում, լոգիստիկ կապերի փակ լինելը Թուրքիա-Ադրբեջանի հետ, Իրանում պատերազմ, Վրաստանում լոգիստիկ կապերի փակում, իրաց սիրած Բիձինա Իվանիշվիլի կողմից փաստորեն, բա ինչի է դա անում Բիձինա Իվանիշվիլին Հայաստանի դեմ, եւ այս իրավիճակում ակնհայտ է Նարեկ Կարապետյանը խափում է, երբ տվյալներ է ասում, Նարեկ Կարապետյանը փորձում է եւ Կարապետյանների առհասարակ ընտանիքը փորձում է խափել հայ ժողովրդին, ես տեսա նաեւ, որ մեկնաբանություններ գրե Սամվել Կարապետյանը կարծեմ, որդին է թե Սամուելա գրած, թե Սարգիս կարծեմ, չգիտեմ, եւ ամենակարևորը այն է Ռուբեն Ռուբինյանին էր գրել մեկնաբանություն, որ պատասխան եք տալու թուրքական, չգիտեմ ինչ, գործակալներ։ Ուրեմն առաջի հերթին պետք է ասել, որ Ռուսաստանից եկած
Հայաստանի հայ ազգի հետ կապ չունեցող, հա մարդ կարող ասի դու էլ Թբիլիսիից ես։ Հայաստանի եւ հայ ազգի հետ կապ չունեցող մեր հետ միասին, այո, մեր հետ ես էլ եմ ապրում հայկական իրականության մեջ։ Մեր հետ առհասարակ կապ չունեցող, իրանց գումարները լափող, աշխատող եւ ուրեմն վայելող մարդիկ միանգամից սենց ընտանիքով հիշեցին, որ Հայաստանը ու հայ ազգը իրանց հետաքրքրում է։ Հայաստանում մենակ դուք այն էլեկտրոնային ցանցեր, որ կար եւ ուրիշ համակարգեր, փող աշխատելու, Ռուսաստանին հանձնելու այդ ռազմավարական օբյեկտները եւ Հայաստանից փող տանելու մասին էր ձեր այստեղ լինելը առհասարակ։ Եվ ձեզ առհասարակ Հայաստանը երբեք չի հետաքրքրել։ Դուք իշխանությունում եղել եք նաեւ Կարեն Կարապետյանի օրոք եւ ոչ միայն։ Եվ ինչ։ Պետք է հա թուրքերով երբ ուրեմն խոսում են, հա իհարկե, այն մարդիկ, ով ուզում են Հայաստանի պետականությունը Ռուսաստանին հանձնեն, դժգոհ են, որ մենք Թուրքիայի հետ ու Ադրբեջանի հետ պատերազմ չունենք։ Բա հարգելի հայրենակիցներ, պատերազմ որ ունեինք, Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, բա պատերազմ ունենք։ Պատերազմ չունենք, էլի Նիկոլ Փաշինյանին մեղադրում, բա դու թուրքական գործակալ ես։ Բա ոնց անենք։ Բա ոնց անենք, թուրքերի հետ ինչ անենք։ Մի հատ ինձ մեզ բացատրեք, էլի։ Ինչ անենք։ Պատերազմ ունենանք թե չունենանք, մի հատ մեզ բացատրեք։ Եթե ասում եք պատերազմ ունենանք, բայց ոխի եք ասում այդքան զոհ եղավ եւ այլն, որտեղ պատերազմը երաշխավորված հաղթանակով չի մի հատ համեմատեք թվերը մի հատ պետությունների, էլի։ Բայց եթե ասում եք պատերազմ չունենանք, բա մենք թուրքերի հետ դիվանագիտություն չվարենք, բա ինչ վարենք։ Կամ դիվանագիտություն ես վարում, կամ պատերազմ ես վարում։ Որ մեկը վարենք։ Եվ այս գործակալները փորձում են մի ձև պատերազմ հրահրել, որովհետև հետո ասելու են Ռուսաստանը ընդունի մեզ ձեր կազմի մեջ։ Մենք գիտենք դուք ով եք։ Արա, մենք գիտենք, որ դուք ուզում եք Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնել։ Եվ դրա համար փաստացի Վրաստանի օրինակն եք բերում, որը արդեն գուբերնիա է, հա։ Ես ամենալավ կարող եմ գնահատական տալ այս հարցին։ Բոլոր հայերի միջև։ Ինչու, որովհետև ես միակն եմ փաստացի, ով Վրաստանում է, Վրաստանի քաղաքացի է եւ բացահայտ պայքարում է քաղաքական առումով եւ հասարակական առումով Բիձինա Իվանիշվիլու բռնապետական ռուսական չեկիստական համակարգի դեմ։ Տարիներ է արդեն։ Եվ դա ամեն ինչ փաստերով արձանագրված է, հարգելի հայրենակիցներ։ Եվ ես միևնույն ժամանակ հայկական ներքաղաքական դաշտում մասնակի, բայց մասնակցություն ունեմ եւ դուք գիտեք դրա մասին։ Հիմա ես կարող եմ ասեմ, դա այդպես է թե այդպես չէ։ Ինչու՞, որտեվ դուք չգիտեք Վրաստանում ինչ է կատարվում։ Նկատի ունեմ ոչ Նարեկ Կարապետյանին, ոչ էլ մնացածին, որովհետև դուք հերվից եք նայում եւ գնահատականներ եք տալի։ Ես ներսից եմ ոչ միայն նայում, այլ մասնակցում, ես գիտեմ վրացիքի մթնոլորտը իրական վրացիքի։ Մի քանի գործակալ դարձրել են վարչապետ, վարչապետներ էր փոխում ստեղ Բիձինա Իվանիշվիլին։ Եվ հիմա բերել է արդեն բացահայտ ռուս գործակալին վարչապետ, որը փաստացի հակավրացական գործունեություն է ծավալում, ինքն էլ Իվանիշվիլին վաղուց իշխանության հետ կապ չունի, կողքի է անցել եւ սեփականատեր է դարել պետության։ Սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ թե վարչապետ է լինելու, իրանից ինչ վարչապետ, խոսել չգիտի նույնիսկ։ Չի պետությունը ինչ է, ինքը չգիտի, շատ պարզ ասեմ, չգիտի։ Ինքը գիտի բիզնեսը ինչ է, ՇՊՍ-ն կամ LTD-ն կամ իրանց ուրեմն ընկերությունը այդպիսի, բայց ինքը չգիտի պետությունը ինչ է։ Ինքը առհասարակ ոչ միջազգային, ոչ ներքին ոչ մի բանից չի պատկերացնում։ Եվ Նարեկ Կարապետյանը նույն տրամաբանությունով ով ես Նարեկ Կարապետյան։ Ինչ ոլորտներում ինչ ես պատկերացնում, որ դուրս ես գալի, ասում ես աղքատություն եք նվազեցնելու։ Հեցին տիրություն անեիք, կարող էիք, չկարողացաք, վիճակը ինչ էր։ Ես էլ Հայաստանում քանի անգամ լինելիս հոսանքա անջատվում, այդ ոնց է տեղի ունենում։ Մի հատ հեծ կառավարել չեք կարող։ Պետություն կարող եք կառավարել, մի ամեմատեք, հա ձեր մենաշնորհների հետ Ռուսաստանում, որտեղ որ ՖՍԲ-ն ձեզ հնարավորություններ է տալի, որ դուք մենաշնորհի շնորհիվ այդտեղ գումարներ վաստակեք, այդ թվում տարբեր ոլորտներում։ Հիմա Վրաստանի առումով ես կոչ եմ անում բոլորին Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Միջև Վրաստանի անունը տալը մի հատ լավ ուսումնասիրեք, հա ինչու այդ գործ ունեք, որովհետև դրա վրա պատասխանը լինելու ինձանից։ Անպայման լինելու է պատասխան։ Նարեկ Կարապետյանը կասի Վրաստանը հաջողակ օրինակ է, այսպիսի պատասխան կլինի։
կդուրս գա Տիգրան Խզմալյանը կասի Իվանիշվիլին եւ Փաշինյանը մի ճանապարհով են գնում, կդուրս գամ եւ կհերքեմ դա, որովհետեւ դա կեղծիք է։ Ես դա ապացուցել եմ եւ շարունակելու եմ ապացուցել։ Եվ բոլոր ուրիշները, ով Վրաստանի օրինակը կբերեն, կառնչվեն իմ պատասխանի, որովհետև ես չգիտեմ ինձանից լավ ավելի լավ ոչ միայն մասնագետ, այլ իրավիճակը տիրապետող մարդուն, այդ իսկ պատճառով պարտականություն էլ նույնիսկ ունեմ, որ այսպիսի արձագանք տամ։ Ուստի այսօրվա մեր արձագանքով արձանագրենք, որ ձևիստների այդ շարժումը Իվանիշվիլի 2 է։ Իսկ Իվանիշվիլի 2 Հայաստանում ես այդ թվում իմ բոլոր ջանքերով թույլ չեմ տալու, ձեր հետ միասին մենք թույլ չենք տալու, որ Իվանիշվիլի 2 տեղի ունենա հակահայկական հայազգի կործանման ծրագիրը Հայաստանում։ Բավարար է այն, ինչ Վրաստանում տեղի ունեցավ, հիմա մի ձև պետք է այս իրավիճակից դուրս գանք Վրաստանում, նույնիսկ չգիտենք ոնց, բայց մի ձև պետք է պրծնենք այս ռուսական Իվանիշվիլի ծրագրից։ Հիմա էլ Հայաստանում կարծում են թույլ ենք տալու Իվանիշվիլի 2, ոչ մի ձև չունեք դուք Իվանիշվիլի 2-ը, որ հաջողվի Հայաստանում։ Ձևիստների հավանականությունը իշխանությունում հայտնվելու 0 է։ Իմ քաղաքական գնահատականը, դրսևորումը եւ պայքարի նպատակներից մեկն է լինելու։ Մարդիկ կասեն դու Նիկոլ Փաշինյանին ես աջակցում։ Ոչ, ես Նիկոլ Փաշինյանին չեմ աջակցում ընդհանուր առումով։ Ես իր աջակիցներից չեմ։ Այս ընտրությունների համար այո, ինքը պետք է հաղթի, որտեղ ուրիշ այլընտրանք չկա ավելի լավ։ Բացի իրանից ես նաև աջակցում եմ արևմտամետ քաղաքական ուժերին բոլոր, որոնք օգոստոսի 8-ի փաստաթղթի կողմնակից են, ուստի մենակ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին չէ որ աջակցում եմ, բայց իմ գործը այդքան աջակցելու մասին չէ։ Իմ գործը հակահայկական ծրագրերի դեմ լինելու է եւ ես ձևիստների հակահայկական ծրագրի դեմ եմ գործելու, որ կանխեմ այդ գործընթացը։ Դա է իմ քաղաքական դրսևորումը այս փուլում։ Ապագայում ուրիշ ձևաչափով կխոսենք այս հարցերի մասին, ուրիշ տրամաբանությամբ։ Խոսք է գնում կոնկրետ 2026 թվականի ընտրությունների համար։ Սա է իմ քաղաքական դրսևորումը, որի մասին մենք բազում անգամ հնարավորություն ենք ունենալու նաև խոսել ձեր հետ միասին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։